Եվրոմեդիա 24 լրատվականը հարցախույզի միջոցով Երևանյան փողոցներում քաղաքացիների շրջանում փորձեց պարզել, թե ինչ են կարծում, արդյոք արդար է թե ոչ, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ եւ արդյոք Կարապետյանը կարող է Հայաստանը դուրս բերել վատ իրավիճակից։ Արդար է թե ոչ, ինչպես են վարվում Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Դե ամեն դեպքում այն արտահայտությունը, որ ինքը իրան թույլ տվեց, պետք չէր։ Ինչա նշանակում մենք մեր ձևով ճիշտ խոսալու ձև չի ինձ թվում է։ Գիտեք ինչ, դա շատ հարաբերական հասկացողություն է, որովհետև այսօր այնպիսի մի խառնաշփոթ, կներեք, բարդակ վիճակ է, որ ազնիվ գործն էլ պետք է խարդախությամբ արվի։ Ուրիշ ելք չկա, հասկանում եք։ Դրա համար ես Սամվել Կարապետյանի արած դրական գործերն եմ տեսնում, բայց ինչ որտեղ մեղքեր էլ կան։ Հաթարցակարտար չէ։ Մեծ բարերար, գրեթե միջազգային բարերար է ինքը։ Եվ ես չեմ կարծեր, որ խախտում արած է։ Իսկ նա կարող է Հայաստանը դուրս բերել վատ վիճակից։ Այո, ես կհավատամ։ Արդար մարդ է։ Նայած, եթե իմ կարծիքով իր ասածը մեկ քիչ անօրինական էր, չէ որ ինք առաջերտին մեծ մարդ է, չէ, իր ասածները պիտի հաշվի եւ իր ասածների համար արժեք են դնում կառավարությունը։ Ասում եմ, եթե չընդունեն, չգիտեմ, մեր ձևերով կարող են կարգադրել ինչ անենք, այն նշանակում է մաֆիայի ձևով։ Իհարկե արդար չի։ Հարց չկա այդտեղ։ Ուղղակի քաղաքական խաղ է։ Իսկ Կարապետյանը կկարողանա երկիրը դուրս բերել վատ վիճակից։ Եթե ինքը կարողացել է դառնալ միլիարդատեր, ինձ թվում է այո։ Ամենադեպս ուղեղ ունի։ Ինքը քիչ բան չի արել։ Խոսակ փաստերով, իրան չէ որ ասենք ես դեմ եմ բան չէ, բայց ինքը արած ունի։ Այսօր սխալ է դա։ Եթե իշու հանցագործակատը շուտ բռնեն, ինչ է սպասում հիմա։ Պարզ չի ինչա ոնց է լինում։ Ես դեմ եմ, սխալ են արել։ Նայած ինչ պատճառաբանությամբ են ձերբակալել։ Այդ պատճառաբանությունը, որ ձերբակալ են, որ ես եմ լսել, երևի արդար չի, բայց միգուցե ուրիշ բան էլ կար, չգիտեմ ճիշտ է։ Իհարկե ոչ արդար չէ։ Պետք է անհապաղ բաց թողեն Սամվել Կարապետյանին։ Իսկ նա կկարողանա երկիրը վատ վիճակից դուրս բերել։ Այո, կարող է, միայն ինքը կարող է։ Ոչ թե Սերժ Սարգսյանը, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Սամվել Կարապետյանը, մեծ բարերար, եւ ես շատ ցանկանում եմ բաց թողեն։ Շատ եմ ցանկանում։ Հարապես արդար չի, բայց հիմա չեմ ուզում այդ մասին խոսամ, իմ ամենաթույլ տեղին մի կպեք ես ներվայնանում եմ ընդհանրապես այս քաղաքականությունից։ Ինչը որ կատարվում է մեր շուրջը, դա նորմալ մարդու համար չի։ Ոչ, իհարկե ոչ։ Ոչ մի բան էլ արդար չի։ Այս Հայաստանում արդեն ես ստեղ չեմ ճիշտ ասած։ Ես երկու օրն եմ եկել Ռուսաստան եմ, բայց շատ սխալ է։ Իհարկե սխալ է։ Կարապետյանը կկարողանա երկիրը Հայաստանը դուրս բերել վատ վիճակից։ Չի կարող ասել, միգուցե, ինչպես Վրաստանում կատարվեց, միգուցե մեր մոտ էլ կատարվի, ես չգիտեմ դա արդեն, բայց հույս ունենանք, թե չէ այսպես ուր ենք գնում։ Ես Սամվել Կարապետյանին շատ եմ սիրում, ճիշտ թե սխալ, չի ուզի, որ այդ մարդուն տեսնեն, կուզեի բոլորը հաշտությամբ այս ամեն ինչը վերանալ, որովհետև Սամվել Կարապետյանը ինքը շատ ազդեցիկ բարի մարդ է, կուզեի պետության հետ լեզու գտնեին ու ուրիշ պետություններին օրինակ ծառայենք։ Ես կուզեմ իրան տեսնեմ ազատության մեջ, չգիտեմ ինչ ա եղել, ոնց ա եղել, բայց Աստվածա իրան շուտ տեսնենք դուրսը, որովհետև ինքը ահավոր լավ մարդ է, ես տենց եմ, ես ահավոր շատ ուժեղ ռենտգեն ունեմ, այսի ինձ չի որ կամերայի դեմն եմ խոսում։ Դե իր դեմքից, տեսքից երևում է, թող համերաշխություն գտնեն, Աստծով բոլորն օրհնվեն ու մեր երկիրը ծաղկեցնեն, մեր պետության իշխանավորների հետ միասին։ Սամվել Կարապետյանը պետքա չխառնվեր քաղաքականությանը, որովհետև իր հայտարարությունները դա նշանակում է խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Այո։ Այո, արդար է թե։ Այո, արդար է։ Այդքան բան, ինչու՞։ Այդքան փաստեր կան, ինչի։ Բավարար չէ, այսինքն, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստանի ինչ-որ հագարակ բաներ է անում, ամոթ է, էլի։ Ինքը իր վրա պետք է հասկա։ Բայց իմ կարծիքով արդար չէ, ում հետ են արդար վարվում, որ Սամվել Կարապետյանի հետ էլ արդար չեն վարվում։
ընդհանրապես բոլորի հետ էլ անարդար են վարվում։ Շատ անարդար է, շատ։ Իսկ ըստ ձեզ նա կկարողանա երկիրը դուրս բերել այս վիճակից։ Կարծում եմ այո։ Միանշանակ ոչ։ Իսկ ձեր կարծիքով նա կկարողանա երկիրը վատ վիճակից դուրս բերել։ Այո։ Կհանի։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Իսկ ձեր կարծիքով նա կկարողանա Հայաստանը վատ վիճակից դուրս բերել։ Սամվել Կարապետյանը, իհարկե։ Ես կարծում եմ, հա, որտեվ ինքը ուժեղ մարդ է։ Ես անձամբ չեմ ճանաչում, բայց ինքը ուժեղ մարդ է։ Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի։